Բարի լույսելի հեռուստադիտողներ, ողջույն, հերթական առավոտը բացվել է, հուսամ, որ լույսը բարի է բացվել բոլորի համար եւ ես դες մաղթում եմ հաճելի, գեղեցիկ, թեթև, լավ օր։ Սկզբի համար ինչպես միշտ առաջարկում եմ ծանոթանալ օրվա նշանավոր իրադարձություններին, տեսնենք թե դեկտեմբերի 24-ը ինչով է նշանավորվել պատմության մեջ։ Այսօր դեկտեմբերի 24-ն է։ 1777 թվականին Ջեյմս Կուկը հայտնաբերեց ամենամեծ ատոլային Կիրաբատի կղզեխմբի Սուրբ Ծննդյան կղզին։ 1801 թվականին Ռիչարդ Տրեֆտիկը ցուցադրեց առաջին շոքե մեքենան։ 1914 թվականին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Սուրբ Ծննդյան հրադադարը։ 1951 թվականին Լիբիան անկախացավ Միացյալ Թագավորությունից եւ Ֆրանսիայից։ 1982 թվականին Կիևում առաջին թռիչքը կատարեց Ան-124 Ռուսլան ինքնաթիռը։ 1790 թվականի սեպտեմբերի 24-ին ծնվել է ֆրանսիացի գիտնական, եգիպտագիտության հիմնադիր Ժան-Ֆրանսուଆ Շամպոլիոն։ 1818 թվականին այսօրը ծնվել է անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Ջոուլը։ Նա բացահայտել է էլեկտրահաղորդիչով անցնող հոսանքի եւ անջատվող ջերմության քանակի կապը, որոշել ջերմության մեխանիկական համակարգը։ Նրա անունով է կոչվում էներգիայի եւ աշխատանքի միավորը՝ Ջոուլը։ 1822 թվականին այսօրը ծնվել է անգլիացի բանաստեղծ եւ արվեստի տեսաբան Մեթյու Արնոլդը։ 1868 թվականի դեկտեմբերի 24-ին ծնվել է գերմանացի նշանավոր շախմատիստ, աշխարհի 3-րդ չեմպիոն, մաթեմատիկական եւ փիլիսոփայական գիտությունների դոկտոր Էմանուել Լասկերեն։ 1895 թվականին այսօրը ծնվել է հայ գրող եւ ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիրներից Գուրգեն Յանիկյանը։ 1901 թվականի դեկտեմբերի 24-ին ծնվել է ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ Ալեքսանդր Ֆադեևը։ 1903 թվականին այսօրը ծնվել է ամերիկացի նկարիչ, քանդակագործ, կինոռեժիսոր, ավանգարդիստ Ժոզեֆ Կորնեյլը։ 1906 թվականի դեկտեմբերի 24-ին ծնվել է անգլիացի դետեկտիվ գրող Ջեյմս Հադլեյ Չեյզը։ 1922 թվականին այսօրն է ծնվել ամերիկյան դերասանուհի Ավա Գարդները։ 1940-ականների եւ 1950-ականների Հոլիվուդի ամենավառ աստղերից ներկայացվել է Օսկար մրցանակի։ 1981 թվականին այսօրը դեկտեմբերի 24-ին ծնվել է ռուս ճանաչված երգիչ, Եվրատեսիլի հաղթող Դիմա Բիլանը։ Ես էլ եկա միացած ես, ողջույն ուսին եմ, այս անգամ ոչինչ չեմ խաբելու, ասելու եմ այնպես ինչպես որ կա։ Շատ ծանոթ իրավիճակ բոլորին, զարթուցիչը աշխատեց, նորմալ իր ժամին, այսպես հաղթացա, անջատեցի, ինձ թվում է ես իրավիճակը կառավարում եմ, ասեցի լավ, դե լսեցի, արդեն արթնացել եմ, 3 րոպե էլ աչքերս կպցնեմ ու կարթնանամ շատ արագ կհավաքվեմ, 3 րոպեն որն է, դրանից հետո անցավ կես ժամ ու ինձ արթնացնում են սարսափի մեջ, դու ուշացել ես, այնպես որ ես այսօր եթե գլխացավ ունենամ, դա կլինի իմ լավագույն պատիժը զարթուցիչը արհամարելու հետ կապված։ Իսկ դու երեկվա իմ արկածները չգիտես։ Ինչ ես ասում, հələ պատմի։ Զանգահարեցին ու ասացին, որ ձեր պատվերը պատրաստ է։ Մենք հանդիպումներ ունենք առաջիկայում ձեզ ներկայացնելու ենք ամանորյա օրերին, հայտնի, շատ հայտնի մարդկանց հետ ու նրանց համար նվերներ էինք պատրաստել ամանորյա։ Գնացի, ասացի դե լավ, եղած է, ինչ է 15 տուփը, ես կարող եմ վերցնել հիմա առաջին հայացքից եմ այդպես փխրուն երևում։ Շոկ ջան, գնացի տաքսին էլ հեռու կանգնեց, գնացի վերցրեցի իմ 15 արկղը, բոլոր հարցերը լուծեցի այսպես, վերցրեցի, որ դուրս եմ գալիս, ասացի հետ արի, սա էլ է ձերը, ասում եմ հնարավոր չի, ասում է ձերն է, նայիր կենտրոնի լոգոն վրան խփած է, այ այսպիսի բարձրությամբ արկղ, հիմա չեմ կարող պոկել տեղից, պոկեցի 2 արկղը, այսպես կիսա մեռած հասցրեցի տաքսովարորդը վազելով եկավ, այսպես կինոյի տղայի պես, Լուսինե ինչ եք անում, այսպես ձեռքերիցս վերցրեց, շնչակտուր հասել եմ, հիմա նույնը պետք է բարձրացնեմ աստիճաններով, ինչու եմ պատմում այսքան երկար, ծանր, դու այդ ծանրությունը չես կարող պատկերացնել, հասել եմ տուն, հիմա սիրտս վատ է արդեն, մեջքս ծրվել է, ես շատ վատ, ասում եմ լավ, ինչպես կարող է 15 արկղ շոկոլադը այսքան ծանր լինել։ Տեղից ինձ բացատրում եմ, որ սա իսկական շոկոլադ է, բա ծանր է, բա սա է, բա այն։ Այսպես նստած եմ, բայց չեմ կարող մուշկիլ գալ, հասկացա, որ ողնաշարս արդեն խնդիրներ ունի, հազիվ էի լուծել եւ այլն, այսպես ինձ հով եմ անում, մուշկի եմ գալի մի ժամ, կես ժամ, մեկ էլ հեռախոսազանգ հաղորդավարներից մեկ ուրիշն է զանգահարում։ Գիտես իմ պատվերը ձեր տուն է տարել։
Գիտես ինչ էի ուզում անել, ուզում էի սպանել եւ այդ խանութի աշխատակիցներին եւ հայկական հետք ընդհանրապես վերածնել աշխարհի երեսից։ Ես այդքան ծանր ճկռալով, այսպես ասած, բերեմ, հասցնեմ տուն։ Այ այսօր մեջքից ցավից չգիտեմ ինչ լի։ Սպանել նաեւ տաքսիստին, որ նա լռեց այդ բանը, չասաց։ Ոսի ջան, այսքան ծանր ես։ Ես ամբողջ ընթացքում բանական հարց ունեի քեզ տալու։ Ես գիտեմ կոնկրետ քանակությունը այն հյուրերի, որոնց դեռ պիտի այցելենք, առավելագույնս թող լինեն 4-5 հոգի, հա, ամեն մեկին մեկ տուփ տալու համար այսքան բան պետք է։ Դու քեզ մեծ կին ես, հարց չես տվել, այս ինչ են քեզ տալիս, ուր ես դու տանում։ Ընդ որում ասեցին դուք չեք կարող տանել, զանգահարեք թող հեռուստատեսությունից ինչ որ մեկը ասացի չէ, ես նեղություն չեմ տա, ես ինքս, ясама։ Լրիվ կատակերգական ժանրի ֆիլմ է, ուղղակի ես զարմանում եմ, պետք է դու ինքդ քո ծրագրի քանակությունը գիտես ու մի քանի անգամ նվիրել ենք, չէ՞։ Չէ, ես քանակությունը գիտեմ, ես պատկերացրեցի, որ այդ վերևի արկղը պիտի լինի։ Ինչ որ երկար խոսեցինք, լավ, ինչով մեղմենք մեր հաճելի պատմությունները։ Մենք հիմա արի մեղմենք Aeroflex-ով։ Հա, Aeroflex-ը միակ բանն է, որը մեզ օգնում է անսպասելի ծանրությունները թեթև տանել, չէ՞։ Ճիշտ շնչենք, արտաշնչենք, մի քիչ վառնություններ անենք, գուցե եւ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Մերսումներ, հանգստացում, ռելաքսացիա, ուժական մերսում։ Որքան է հաճելի այս տերմինը թե լսել եւ թե զգալ սեփական մարմնի վրա։ Բայց ցավոք կան հակացություններ։ Արդյոք բոլորս գիտենք, որ մեր հաճելի մերսումը, որը դարերից ի վեր եկող մեթոդ է, թե բուժման, թե հանգստացման, թե մկանների եւ ներքին օրգանների աշխատանքի կարգավորման համար, ունեն իրենց հակացությունները։ Այս առումով անհրաժեշտ է հասկանալ, եթե դուք դիմում եք մերսման, պետք է ունենալ համապատասխան բժշկական զննում։ Եթե կան ներքին օրգաններում որոշակի խնդիրներ եւ շեղումներ, այն է նորագոյացությունների առաջացում կամ արագ աճող այս կամ այն ինֆեկցիոն ֆոնի ակտիվացում, ձեզ չի թույլատրվում այդ ժամանակ կատարել մերսում։ Եվ հատկապես, եթե դուք ունենում եք միջողային աճառային սկավառակների ճողվածք, որի գոյության մասին հնարավոր է դուք տեղյակ չեք, այդ դեպքում միշտ զգուշ պետք է դիմել մերսումների։ Բայց մերսումներին, եթե դուք դիմել եք եւ մասնագետն ունի համապատասխան կրթվածություն եւ կարողանում է հասկանալ խնդիրը, դուք կարող եք ստանալ շատ մեծ արդյունավետ օգնություն, հատկապես սպազմային, լարվածության վիճակները մկաններից վերացնելու նպատակով, ինչպես նաեւ, եթե ողնաշարի զուգահեռ ճիշտ կատարվում է մերսում, ապա արագ հանգստանում են թե լարված մկանները թիակների շրջաններում, ինչպես պարանոցային հատվածի թուլացած մկանների հատվածում, բայց եթե դուք ունենում եք խորքային մկանների սխալ սնուցում, արյան շրջանառության վատ հոսքով եւ ջլերի կապանների թուլություն, այդ դեպքում միայն մերսումը բավարար չի։ Մերսման օգնությամբ մասնագետը պետք է հանի սպազմային ֆոնը լարվածությունը եւ այնուհետեւ տա համապատասխան մարզող վարժությունների համալիր ծրագիր, որպիսի արագ զարգանան մկանային խմբերը թե խորքից, թե արտաքինից, եւ մերսման արդյունավետությունը տվյալ դեպքում կլինի մի քանի անգամ ավելի բարձր։ Մերսումների տարբեր տեսակներ կան եւ տարբեր մեթոդներ։ Դա կախված է թե տեղային, թե հնարքների տարբեր տեխնիկաներ օգտագործելուց, այնպես էլ օգտագործվող եթերային յուղերի եւ բուժական համալիր նյութերից։ Բայց ամենակարևորը, որ մերսումը կատարվի ճիշտ ուղղություններով, մասնագետի կողմից ընտրված հատուկ համալիր մեթոդներով, ինչպես նաև ապահովի խորքային լիմֆոդրենաժ, այսինքն մերսման արդյունքում այրված այդ արյան շրջանառության ակտիվացումից հետո մնացորդային տոքսինները պետք է հեռանան օրգանիզմից բնական ճանապարհով։ Այլ կերպ ասած, եթե ցրվել են ձեր աղային կուտակումները օստեոխոնդրոզների հատվածում, այսինքն ողնաշարի, պարանոցային հատվածում, գոտկային, այնուհետև նրանք պետք է մղվեն մասնագետի շարժումների օգնությամբ համապատասխան կանալներ, այսինքն ուղի գտնեն եւ հեռանան լիմֆատիկ համակարգ եւ դրանցով իսկ միզամուղ ճանապարհով օրգանիզմից ամբողջությամբ։ Եթե այդ մեթոդը չի կիրառվում, այսինքն չկա լիմֆոդրենաժ, ուրեմն ձեր մերսումը սխալ է կատարվել եւ կարող է որոշ ժամանակ անց օգուտի փոխարեն դուք ստանաք վնաս։ Շատ հաճախ, եթե դուք ունենում եք թույլ մկաններ պարանոցում, մերսումից հետո կարող եք վերկանալ ունենալ ուժեղ գլխապտույտներ, ունենալ ավելի խորը սպազմեր, որովհետև շատ հաճախ
Խորքային մկանների թույլ լինելու պատճառով արտաքին մկանները բլոկ են ստեղծում, սպազմ, լարվածություն արտաքինից ֆիքսելու համար, որ այդ թուլացած ջիրը չշարժվի եւ նյարդային վերջույթը չճնշվի։ Եթե այդ ժամանակ մերսման ժամանակ փորձում ենք հանգստացնել արտաքին մկանային խմբերը, ներքին մկանները ավելի են թուլանում եւ ֆիքսացիոն իրենց ուժը կորցնում են։ Այդ է պատճառը, որ մերսումներից հետո եթե կտրուկ շարժումներ եք անում, կարող եք դիսկի տեղաշարժ, նյարդային արմատիկի ճնշում առաջացնել շատ ավելի արագ։ Մերսումները շատ հաճախ ավելի ճիշտ է օգտագործել հակացելյուլիտային ծրագրերի ժամանակ, երբ այրվում են մասնագետի շարժումների օգնությամբ, ճարպային կուտակումները, ազդրերի, թևերի, կոնքային հատվածների վրա եւ նույն լիմֆոդրենաժային տեխնիկայի օգնությամբ սկսվում մաքրվել օրգանիզմից։ Ընդհանուր բուժական մերսումները, ինչպես նաև ռելաքսացիոն կամ հանգստացնող մերսումները, նույնպես անհրաժեշտ է կատարել շատ զգուշությամբ։ Միայն հմուտ մասնագետը կարող է կատարել շարժումը ճիշտ ուղղություններով։ Մերսումների տարբեր տեսակներին մենք կանդրադառնանք եւ կներկայացնենք նրանց ազդեցության մեխանիզմները ձեր օրգանիզմում։ Իսկ առաջին հերթին, հարգելի հեռուստադիտող, անհրաժեշտ է ճշտել, թույլատրվում են ձեզ մերսումներ, թե ոչ։ Այսպիսի հետաքրքիր անդրադարձ ուզում եմ ասել, մերսման մասին խոսելը Արմինեի նույնպես հետաքրքիր էր, բայց օրինակ ես ուզում եմ, որ դու շատ ես օգնել։ Գնաս մի օր էլ քեզ էսպես մերսեն։ Սիրտ չեմ կարող հաղթահարել այդ կոմպլեքսը, փորձել եմ լուրջ 2 անգամ, երազում եմ մերսման մասին 2 անգամ փորձել եմ, մի անգամ մի աղջկա հրավիրեցի տուն, որովհետև էլ չէի կարող շարժվել, մի անգամ էլ Վրաստանում, այն որ գնացել էի նկարահանումների, չէ, որ գնացել էի նկարահանումների, ազնագազմ ինձ տարավ մերսելու։ Ես այդ մտքից, որ ինչ որ մեկը տանջվում է ինձ հաճույք պարգևելու համար, չեմ կարողանում։ Մի կեղծ ամեստություն։ Լսիր, չեմ կարողանում, դրա համար մտածեցի ավելի լավ է ես ինձ կմերսեմ։ Երբ վերջին անգամ եգիպտացի աղջիկը թռիչք էր արել ինձ վրա մերսման նպատակով, ես հասկացա, որ պետք է հանձնվել եւ հաճույք ստանալ։ Այդպիսի հարցեր պիտի երկուսն էլ հաճույք ստանան, եթե ինչ-որ մեկը տանջվում է, մյուսին հաճույք պարգևելու համար։ Բայց ինչ է տանջվում։ Դու պատկերացրու ինչ մեծ ոգևորությամբ է նա քո մոմե, ակաթե, ակաթե կարելի է ասել։ Գեղեցիկ բառերը ուղղակի ասում եմ։ Մաշկին առնչվում եւ մերսում։ Նա էլ իր համար է երջանիկ։ Լավ, թողենք մերսումը այլ թեմա։ Իդեպ կարելի է նաեւ տաղավար հրավիրել։ Լավ, եթե դու ամաչում ես, այստեղ տնային պայմաններում երևի չես ամաչի, չես քաշվի։ Դուք պիտի ինձ ամուսեք, որ դա իրեն է պետք, ոչ թե ինձ այդ դեպքում ես։ Այո, դա մերսողին է պետք, չէ՞ որ դա նրա օրվա հացի գումարն է, այսպես ասած։ Նա պետք է աշխատի։ Եթե բոլորը նեղվեն ու ամաչեն ու չօգտվեն նրա ծառայություններից, ապա ուր կգնա ընդհանրապես մերսման ինստիտուտը, այդ ամբողջ համակարգը, որ արդեն ճյուղեր ունի բազմաթիվ, ուր կգնա։ Այդ քո նմանների պատճառով է, որ մարդիկ մնում են առանց աշխատանքի։ Հետո դնում ես Facebook-ով ստատուսներ ես գրում, սենց։ Օգտվիր ծառայություններից մարդկանց։ Արի պահենք բոլոր մերսողների ընտանիքներին Հայաստանում։ Թող նրանք չգնան այստեղից, խնդրեմ։ Ահա ուզեց է։ Քիչ էր մնում արդեն։ Կարելի է գումար ուղղակի տամ գնամ այն կողմ։ Չէ, լավ, բայց մի օր կարելի է իսկապես փորձել, ինչ էինք անելու մենք հիմա։ Ենթադրում եմ տեսահոլովակ, աստղագուշակ, այդպիսի բաներ ենք ունենալու, ժամանակ չունենք ուրիշ բաներ ներկայացնելու, որովհետև աստղագուշակ, այո, կհանդիպենք քիչ անց։ Բարեկամներ, վերադարձանք ուղիղ եթերը շարունակվում է, դուք Կենտրոն հեռուստաընկերության հետ եք անցկացնում օրվա առաջին հատվածը, հուսով եմ գոհ եք, մենք փորձում ենք անկեղծ պատմություններով, լավ երաժշտությամբ ու նաև մեր հյուրերի հետ զրույցներով հետաքրքիր դարձնել օրվա մեկնարկը։ Բարի լույս, եւ մեր հյուրերը արդեն այստեղ են, սիրով ներկայացնենք Գաֆէսյան արվեստի կենտրոնը։ Փորձենք բարձել ինչպես են նրանք պատրաստվում ամանորին եւ ինչ հետաքրքիր միջոցառումներ են նախաձեռնել։ Եվ մեր հյուրերն են Մարիա Հովսեփյանը եւ Սոսի Ղազարյանը։ Բարի ձեզ։ Ուրախ եմ, որ ժամանակ գտաք, եկաք, որովհետև այսօր բոլոր հաստատություններում, ընդհանրապես բոլոր մարդիկ եզրագծին են հասել 2014 թվականի, աշխատանքային հոգսերին գումարվում են տնային հոգսերը, անձնական նվերներ ընտրելու, ժամանակ գտնելը, ու դեռ մի հատ էլ հեռուստատեսությունում հանդիպում ու զրույց կապված Գաֆէսյանի գործունեության հետ։ Վստահ եմ, չեմ կասկածում, որ Գաֆէսյանում ամանորյա շունչը ակնհայտ է եւ փոքրիկների եւ նաեւ մեծերի համար։ Մի փոքր պատմեք ինչ մտնոլորտ է հիմա։ Բարի լույս եւ շնորհակալություն մեզ կրկին հյուրակալելու ձեր
գեղեցիկ տաղավարում։ Իհարկե մենք շարունակում ենք աշխատել եւ ուրախացնել մեր այցելուներին, թե մեր փոքրիկ այցելուներին, թե մեծերին, մեր բազմաթիվ ծրագրերով եւ նոր ցուցադրություններով։ Եվ այս ամանորը այս նոր տարին 2014 թվականի այսպես ավարտական կարևոր իրադարձություններից մեկն էր, որ մենք ներկայացնում ենք Մայքլ Արամ Վոլոհոջյանին, որը հայտնի է Մայքլ Արամ անվանումով, միջազգայինորեն ճանաչված արվեստաբան, արվեստագետ եւ դիզայներ է, որը բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Եվ այս տարի մայիսին նա այցելեց Գաֆէսչեան արվեստի կենտրոն եւ այնքան հավանեց այն, որ ցանկություն առաջացավ երկկողմանի ներկայացնելու իր աշխատանքները մեր կենտրոնում, որոնք բացառապես Հայաստանում ներկայացված են միայն մեզ մոտ։ Եվ արդեն մոտ 1 ամիս է, չէ՞։ Մոտ 1 ամիս է արդեն ցուցադրությունը բաց է։ Ինչ ցուցադրություն, ինչ աշխատանքներ են ներկայացված։ Այստեղ մեկը, այդտեղ այո, մի օրինակ մենք ներկայացրել ենք։ Իրականում ներկայացրել եք, թե այն մնալու է այստեղ։ Սիրով դες գրավենք մեզ մոտ ամբողջությամբ այո։ Ամբողջնելու նրա Բայր։ գցեմ գրպանս, չէ՞։ Գցեմ գրպանը, շատ լավն է։ Մի հավելում անեմ միայն Մարիայի ասածին, որ Մայքլ Արամի հետ համագործակցությունը ինքը ամբողջությամբ տեղավորվում է հենց մեր արվեստի կենտրոնի առաքելության հետ, այն է ներկայացնել դրսի լավագույնը Հայաստանում եւ Հայաստանի լավագույնը աշխարհին եւ հենց Մայքլ Արամը ինքը հանդիսանալով ամերիկահայ շատ հայտնի արվեստագետ, իհարկե մենք չէինք կարող դրա կողքով անցնել եւ հենց դա էլ խթան հանդիսացավ, որպեսզի առաջանա այդ համագործակցության միտքը ինչն էլ իրականություն դարձավ հատկապես նրա այցելությունից հետո եւ մենք ուրախությամբ եւ հպարտությամբ ենք ներկայացնում նրան հենց մեր արվեստի կենտրոնում։ Ինչերից է բաղկացած։ Գեղեցիկ աշխատանքներ։ Իրականում հիմա կամաց մենք կբացվենք Մայքլ Արամի մասին կխոսենք շատ, ինձ ծանոթ էր այս անուն ազգանունը եւ այս բրենդը, որովհետեւ հասրել է այդ գովազդային հոլովակներ հնչյունավորել, որտեղ հենց նրա անունը ներկայացրեցի առաջին անգամ ու այդտեղից սկսեցի ճանաչել ու այսօր երբ որ զրուցում ենք, ինձ համար այս անունը արդեն բավական հայտնի անուն էր։ Եվ այսպես ինչ է ներկայացված, ինչ աշխատանքներ են ներկայացված ցուցահանդեսում։ Այսպես մեզ մոտ ներկայացված են նրա թե դեկորատիվ աշխատանքներ եւ թե գործածական։ Ավելի կոնկրետ ասեմ, որ նրա աշխատանքները երկբնույթ ունեն, հենց այդպես, եւ դեկորատիվ են եւ գործածական։ Նա իրականում շատ մեծ ներշնչում, այսինքն ոգեշնչվել է հիմնականում բնությունից, բնության տարբեր տարրերը փորձել է այսպես մամնավորել եւ կաղապարել նյութի մեջ եւ կարծես թե բնության շունչ հաղորդել հենց նյութին եւ արվեստի գործին։ Իրականում մենք այստեղ էլ տեսնում ենք այս աշխատանքը, որը քիչ առաջ Լուսինեն ցուցադրեց, այն եւ կարող է լինել դեկորատիվ, շատ գեղեցիկ աշխատանք եւ միևնույն ժամանակ ինչու ոչ կարող են կիրառել, այո, որպես միրգ մատուցելու։ Բայց լավ չորացրած։ Այո։ Տեսեք կոնկրետ այդ աշխատանքը, որը ներկայացած է, խոսում է հենց նրա արմատների մասին եւ հենց այո, նուրը իհարկե հայկական, չէր կարող նա շրջանցել դա եւ այստեղ փորձել է կարծես նրա արմատների արտահայտությունն է գտել հենց այս աշխատանքի եւ ընդհանրապես այդ նուր իր հավաքածուի մեջ։ Մենք ունենք լուսանկարներ եւ ցուցահանդեսից այսպես պատկերացում կազմելու հնարավորություն կա, խնդրեմ մեկնաբանեք սրա։ Մեր նուրը առաջին սրահին կից է այս Թագանի խանութ ցուցասրահում են ներկայացված։ Դա կոնկրետ հենց նրա նուր հավաքածուից որոշ ընտրանի էր, այստեղ տարբեր հավաքածուներից, այսինքն նրա ամենալավագույն հավաքածուներից ընտրանի է ներկայացված։ Տեսեք, այստեղ կտեսնեք այդ բնության շունչը հենց արտահայտված նրա աշխատանքում։ Սա նրա կոճը հենց հավաքածուից մի նմուշ է։ Շատ հետաքրքիր ձևով են մեկնաբանում հենց այն ամենը ինչ որ տեսնում է, այստեղ տեսեք մկան եւ բաների տեսքով։ Սա նրա բլոկ հենց հավաքածուից մի փոքր նմուշ է։ Տեսեք այստեղ նաեւ գործածական բնույթի իրեր կան։ Այո, իրեր կան։ Սա կյանքի ծառն է, իհարկե դա չէր կարող նա շրջանցել որպես բարեբերության եւ շարունակականության խորհրդանիշ։ Եվս մեկ այդպիսի աշխատանք, ինչպես տեսնում ենք նաև կիրառական իրերի բազմազանություն կա եւ բոլորը առանձնանում են յուրահատուկ
ոճով, ճաշակով, լուսանկարի համար այս շրջանակը։ Գիտեք, եթե մեկնաբանենք նրա աշխատանքները, հա, այսինքն փորձենք բնութագրել մեկ նախադասությամբ, կարող ենք ասել էկզոտիկ շքեղություն եւ ժամանակակից պարզության միահյուսում յուրաքանչյուր նմուշում, այսպես մեկ նախադասությամբ կարող ենք մեկնաբանել։ Իդեպ սիրելի հեռուստատողներ, մարդիկ ովքեր ուղղակի նաև էսթետիկ հաճույք ստանալու ցանկություն ունեն, դուք կարող եք այցելել, ծանոթանալ մեր հայրենակցի աշխատանքների հետ։ Սա ուղղակի ցուցահանդես է, այլ ոչ ցուցահանդես վաճառք, չէ՞։ Թե եթե հանկարծ շատ ցանկանան, եթե շատ ցանկանան, կարող են նաև ձեռք բերել, ասեմ, բայց ամեն մեկից մեկ նմուշ է ցուցադրված։ Եվ ընդհանրապես մեկ նմուշ գոյություն ունի հետաքրքիր։ Չէ, տեսեք, ինքը արտադրություն է, բայց ասեմ նշեմ նաև, որ շատ գրեթե բոլոր աշխատանքների վրա դետալներ կան, որոնք որ արվում են հենց ձեռքով, իսկ որոշ աշխատանքներ ամբողջությամբ ձեռքի աշխատանք են, եւ հիմնականում արտադրվում են Հնդկաստանում, որտեղ որ Michael Aram էքսպորտ ընկերությունը ունի իր արհեստանոցները, որտեղ աշխատում են 200-ից ավել հենց վարպետներ, հենց նրանց ձեռքի աշխատանք։ Իհարկե դիզայնը տեսանք 89 թվականից ապրել է Հնդկաստանում, երևի հենց դա երկար ժամանակ է ապրել Հնդկաստանում, այնտեղ աշխատել է հենց տեղացի վարպետների հետ եւ հիմնականում ծանոթացել է մետաղագործության արվեստին եւ ավելի մոտիկից նաեւ հենց դարբնագործությանը, ինչն էլ հետագայում հիմք է հանդիսացել նրա դիզայնի իրականացմանը, հա, այսպես։ Ինչ հետաքրքիր է, իսկ պատմությունը նրա կայացման ինչպես է եղել։ Այս աշխարհում հետաքրքիր է դարձել հիմա ժամանակը։ Դու կարող ես շատ տարբեր բաներ անել, ունենալ յուրահատուկ ներաշխարհ, կարողանալ լավ ստեղծագործել, բայց այդ հաջողության բանալինները ո՞րն է եղել, ո՞ր քայլից հետո է եղել։ Դուք ցուցահանդեսի բացմանը շփվել եք նրա հետ, ինչ պատմություն կա, հա, հաղթարշավը երբ սկսվեց Michael Aram-ի։ Տեսեք, ես մի փոքր կարող եմ ներկայացնել հենց նրա մասին, նա ինքը որպես հայ, այսպես ամերիկահայ, հա, ծնվել է 63 թվականին Rhode Island նահանգում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հետո ապրել է Նյու Յորքում, ինքը իր կրթությունը կերպարվեց որպես ստացել է հենց Իտալիայում, Ֆլորենցիայի հենց համալսարանում, եւ երևի թե կարելի ասել, որ առհասարակ իր հաղթաշավը երևի թե սկսվել է հենց Նյու Յորքի մետրոպոլիտեն թանգարանում, որտեղ աշխատել է հենց մետրոպոլիտեն թանգարանի համար, եւ արդեն 89-ից հետո նրա ստեղծագործական կյանքում վերելք է ապրել հենց Հնդկաստանում իր ապրելու եւ ստեղծագործելու տարիներից հետո։ Իտալիայում կրթություն, Հնդկաստանում ներշնչանք, հայկական արմատներ, ամերիկյան հնարավորություններ, մեկտեղվել են մի քանի բևեռներ, որոնք բերել են ընդհանուր արդյունքի։ Այս ցուցահանդեսը որքան ժամանակ է գործելու Գաֆեսյանում։ Ինքը շարունակական կլինի այս ցուցադրությունը եւ ընթացքում կներկայացնեն նոր նմուշներ իր հավաքածուից։ Այսինքն դեռ հստակ ժամանակ երբ կավարտվի չկա, 2015-ին եւս հնարավորություն։ Մենք կձգտենք, որպեսզի մեր համագործակցությունը Michael Aram-ի հետ որքան հնարավոր շարունակական լինի, քանի որ մեզ համար նույնպես պատիվ է իրեն ներկայացնել եւ լինել միակը Հայաստանում։ Այսինքն մեր հեռուստադիտողները ցանկացած պահի կարող են գալ եւ այս ամենը տեսնել, որովհետեւ շատ գեղեցիկ է իսկապես տեսնելը։ Նո այսքան այսպեսի կենսագրությունից հետո չեմ կարծում, որ նաեւ շատ հեշտ կլինի ձեռք բերելը, բայց տեսնել գոնե բոլորս կարող ենք եւ գեղագիտական հաճույք ստանանք։ Իսկ Գաֆեսյանը ինչ է պատրաստվում ամանորին, երեխաների համար, մեծերի համար ունեք ինչ-որ միջոցառումներ պետք է լինեն։ Իհարկե, ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի պես մենք պատրաստվել ենք յուրովի նշելու ամանորը եւ Սուրբ Ծնունդը մեր թե փոքրիկ թե մեծ այցելուների հետ։ Այսօր գիտենք եվրոպական Սուրբ Ծննդյան տոնն է եւ մեր դասական Գաֆեսյան դասական երաժշտության համերգաշարի վերջին համերգն է այսօր Սուրբ Ծննդյան համերգ, որը նվիրված է Սուրբ Ծննդին եւ կներկայացնի մեր սիրված երգչուհի Աննա Մայլյանը իր անսամբլի հետ կներկայացնեն ամերիկյան հոգևոր երգեր, քերոլներ, ինչպես նաև հայկական հոգևոր երաժշտություն։ Ինչ հետաքրքիր է Աննա Մայլյանը։ Հիմնականում մեզ համար ավելի շատ հայկական, հա, հոգևոր երաժշտություն ներկայացնող, բայց նաև Սուրբ Ծննդյան թեմատիկայով ծրագիր եւս նախապատրաստվել է։ Աննա Մայլյանը միշտ շատ աշխուժ է իր գործունեությամբ եւ
իր ներկայացված համերգները շատ տարբերվում են եւ շատ հագեցած են։ Գաֆեսյանի սրահը բազմիցս հաճույքով խոսել ենք, նկատել ենք, որ յուրահատուկ մթնոլորտ ապահովող սրահ է, համերգային սրահի մասին է խոսքը, որտեղ որ առիթ ունեցել ենք ներկա լինել տարբեր միջոցառումների։ Ամեն անգամ, երբ հյուր լինում եք, հետաքրքրվում ենք ու փորձում հասկանալ արդեն հանդիսատեսը ձևավորվել է, արդեն նա գիտի այդ համերգաշրջանների մասին եւ հիմնական դատարկ տեղ չեք ունենում, չէ՞, համերգների ժամանակ։ Մի փոքր այդ մասին պատմեք, կան աբոնեմենտով օրինակ այցելող մարդիկ, ովքեր որ գրեթե բոլոր միջոցառումներին վստահում են Գաֆեսյանին, այդ վստահությունը արդեն կարևոր է եւ գիտեմ, որ ցանկացած միջոցառումը որոշակի որակ ապահովված է եւ իրենց համար դա հետաքրքիր է արդեն։ Իհարկե մենք ունենք արդեն մեր հավատարիմ հանդիսատեսը, որը նաև ընդլայնվում է, քանի որ մենք չենք ցանկանում սահմանափակվել ինչ-որ միայն եւ աշխատել միայն ինչ-որ մի համայնքի հետ, այլ բազմաթիվ միջոցներով ուզում ենք մեր ծրագրերը եւ միջոցառումները հարայնացնել բոլոր հարության բոլոր ներկայացուցիչների համար եւ այն հասանելի դարձնել բոլորին եւ հրավիրել մեր կենտրոն, ձեռք բերել նոր այցելուներ, քանի որ մենք իսկ աբոնեմենտ ունեիք այնուամենայնիվ։ Այս դեր ասած աբոնեմենտային այցելուները մեր անդամներն են, մեր կենտրոնի անդամներն են։ Շատերը գիտեն կամ նույնպես ներկայացնեն, որ կարող են ձեռք բերել անդամակցություն եւ դառնալ Գաֆեսյան արվեստի կենտրոնի այսպես ընտանիքի անդամ։ Իրենք այս վայելում են sense յուրահատուկ առանձնատուկ ուշադրությամբ ենք մենք մոտենում մեր անդամներին, իրենք հրավիրվում են մեր բոլոր փակ միջոցառումներին։ Մի խոսքով ընտանիքի անդամներ ինչպես միշտ առավելություններ ստանում են։ Ես ուզում եմ եզրափակելով մեր զրույցը նորից հիշեցնել, որ Մայքլ Արամը մեր հերինակից ու եւս մեկ մարդ անունով կարելի է հպարտանալ, ուրախանալ, որ աշխարհում կա այսպիսի անձնավորություն, արվեստագետ մարդ, ով ընդունվել է, հա, հանրության կողմից։ Այսօր նրա աշխատանքները ներկայացված են Գաֆեսյանում, բազմաթիվ տարաբնույթ միջոցառումներ եւ տարին ավարտվում է, այսօր էլ համերգ կա Գաֆեսյանում, միշտ համեցեք անցկացրեք լավ գեղեցիկ օրեր, երեկոներ Գաֆեսյան կենտրոնում։ Բոլոր աշխատակիցներին անձնապես շնորհավորում ենք, ձեզ մաղթում ենք հաջողություններ, ստեղծագործ միտքը երբեք չպակասի եւ 2015-ին նոր միջոցառումներ։ Իսկ Մայքլ Արամը այստեղ է, թե ուղղակի գործերն են այստեղ։ Չէ, նա եկել է, բայց հիմա այստեղ, բայց հաճախ է այցելում Հայաստան։ Կզանգարեք, որ կա, կազմակերպենք նրա հանդիպումը մեր հեռուստադիտողների համար եւս։ Շնորհակալություն, որ եկաք։ Շնորհակալություն, իսկ մեր հյուրերն էին Մարիա Հովսեփյանը եւ Սոսի Ղազարյանը, ներկայացնում են Գաֆեսյան արվեստի կենտրոնը, որտեղ միշտ հաճելի է ջերմ տաք գողտրիկ մթնոլորտում, այսպես կարող եք նույնիսկ ձեր ամանորյա նախատոնական եւ ինչու ոչ ետ տոնական շրջանն էլ անցկացնել։ Շնորհակալություն ձեզ, ցտեսություն, հաճելի օր ենք մաղթում։ Անսիրելի հեռուստադիտողներ։ Ձեր հեռուստադիտողներ, ինչպես եւ խոստացանք վերադարձանք, այս պահին ունենալու ենք հետաքրքիր զրույց, ինչպես միշտ ժամանակը քիչ է լինելու դրա համար, այնպես որ շատ արագ ներկայացնենք մեր հյուրերին։ Այո, մեր հյուրերն են Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, բարի լույս, Աստված օգնական։ Աստված պահապան։ Եվ նաև գրող, այսպես ասենք, հա, պատմաբան, դե արդեն եթե գիրք գրված է, ուրեմն կարելի է գրող էլ ասել, բազմաթիվ գրքերի հեղինակ Անժելա Տերյանը եւ գրքերից մեկն էլ այսօր մենք ներկայացնել ենք ձեր ուշադրությանը, շատ ուրախ ենք ներկայացնել, որովհետեւ գիտենք մեր արդեն ձևավորված հեռուստադիտողը այս թեմաները շատ է սիրում, իսկապես ու անհամբերությամբ սպասում է։ Նոր հրատարակությունը, որը վերնագրված է Եվրոպայի ժողովուրդների հնագույն գրավոր աղբյուրները իրենց նախահայրենիքի, Հայաստանի ու հայերի մասին։ Ահա եւ վերնագիրը, որի շուրջ մենք հիմա կծավալվենք, նախ իհարկե շնորհավորենք, որ հրատարակվել է այս աշխատանքը այդ գործունեության, այսպես ամփոփիչ տեսքով ներկայացվում է այս պահին հանրությանը։ Եվ այսպես, որքան ժամանակ եւ ինչ աղբյուրներ օգտագործվեցին այս հրատարակության համար։ Ասեմ, որ նյութը շատ հետաքրքիր է, որը կարծում եմ բոլոր հայերին է հետաքրքրում։
Առաջին անգամ, երբ որ ես իմացա, առաջին բանը, որ ես իմացել եմ, դա բավարարների հայկական ծագման մասին լուրներ, որը իհարկե կարդացել եմ Ալեքսանդր Վարպետյանի գրքում, դա կարծես ինչ-որ շոկ առաջացրեց ինձ մեծ, որ իմ մոտ, որտեղ ես ավարտելուց հետո մենք ուսանող ժամանակ նման բաների ծանոթ չէինք, որ հայկական ցեղերը տարածվել են, հասել են Եվրոպա, չգիտեմ ինչ, եւ հանկարծ այդպիսի լուրեր ենք ստանում, դա երևի 90-ական թվականներն էր։ Թեման ինձ շատ հետաքրքրեց եւ երբ սկսեցի զբաղվել հայոց հնագույն շրջանի պատմության հարցերով, հասկացա, որ դա դեռ սկիզբն է։ Ես իմ նախորդ գրքերում ունեմ բնօրյանը Հայաստան առաջագործության եւ քաղաքակրթության բնօրյան աշխատության մեջ ունեմ բաժիններ, որտեղ ներկայացնում եմ Հայաստան, Հունաստան, Հայաստան, Իրան, Հայաստան, Հնդկաստան բաժինները, որտեղ փաստերի հիման վրա հնագիտական, ազգագրական, մարդաբանական այդպիսի հարցերի շոշափելուց հետո հասկանում ես, որ այդ երկրների բնակիչները նրանց նախահայրենիքը հայկական լեռնաշխարհն է, Հայաստանն է։ Եվ ահա թեման զարգացնելով, կարծես թե հասա նրան, որ իսկապես Եվրոպայի ժողովուրդների նախահայրենիքը նույնպես պետք է որոնել հայկական լեռնաշխարհում։ Ընդ որում ասեմ, որ այս հարցի այսպես տարածման մեջ շատ մեծ նշանակություն ունեցավ, շատ մեծ դեր ունի մեր հայր կոմիտասը, որը շատ վաղուց ինչքան հասկացա նույնիսկ զբաղվում է այդ հարցերով եւ հատկապես ինքը տիրապետելով օտար լեզուների շատ լավ կարողանում է ծանոթանալ եւ ներկայացնել։ Եվ իմ մեջ միտք հղացավ, որ այս ամբողջ նյութը պետք է հավաքել ու ներկայացնել, որովհետեւ ես զգում եմ, որ իսկապես մարդկանց շատ է հետաքրքրում այս բանը։ Տեսեք, մենք ինչ որտեղ կարծես թե մեր ժողովրդի ինչ որ կոմպլեքսավորվածություն ունի, թե ինչ ունի, երբ որ ասում ես, գիտես, բավարարները հայկական ծագում ունեն, իրենք ասում են, դե լավ, ինչ ես անդադ հայերից խոսում, ամեն ինչ հայկական ես դարձնում, բայց երբ որ փաստերով ես խոսում, ոչ մեկը չի կարող ասել դա այդպես չէ։ Ես հիմա աշխատել եմ ազգագրքում միայն փաստեր, ընդ որում այն փաստերն են, որոնք հենց իրենք են ներկայացնում։ Եվրոպայի ժողովուրդները, ոչ թե մեր, ես մերոնց չեմ անդրադառնում։ Հիմնականում սա Եվրոպայի ժողովուրդների գրավոր աղբյուրներ են։ Ընդ որում մարտահրավերները հիմա փոխվել են, եթե տարիներ առաջ ինչպես դուք նշեցիք, պարզապես այդ փաստերի մասին չէր խոսվում։ Այո, թույլ չէր տրվում։ Այդ կողմը գոյություն չուներ ձեր ուսանելու, ձեր գործունեության առաջին տարիներին։ Կարծես ինչ որ մի ձեռք փորձում էր ցույց տալ, որ հայ ժողովուրդը սովորական ժողովուրդ, թե չգիտեմ, մյուս ժողովուրդների նման գույները, չգիտեմ մյուսները։ Ձեր կարծիքն էլ ինձ համար շատ կարևոր կլինի, պայքարի ձևը փոխվել է ամբողջ աշխարհում։ Հիմա հնարավորություն են տալիս, բոլորը կարող են ինչ-որ բաներ խոսել, այսինքն այդ ինֆորմացիայի բազմազանության մեջ հիմա կորցնում ենք կարևորը, այսինքն այդ կարևորը բարձրաձայնելու, ապացուցելու, հաստատելու խնդիրը դառնում է բավականին բարդ։ Ես կարծում եմ, Ժակ ջան, այստեղ որ կարևորը այն է, որ քո մեջ մերցնում են ազգայինի գիտակցությունը, այդ գլոբալիզացիա հասկացողությունը գալիս է քո մեջ մի այնպիսի երևույթ ձևավորելու, որ դու արդեն սկսում ես անկարևորել քո կերպարը։ Քեզ համար այլևս գոյություն չունի ազգային կերպար, որովհետև դու դառնում ես համաշխարհային, չգիտեմ, քաղաքակրթություն ասեմ, դա էլ քաղաքակրթություն չէ, որովհետև ինչ որ անորոշության մեկ մասնիկը։ Սա ամենասարսափելին է, երբ մարդու մեջից մերցնում ես իր իսկ իդենտիտեն, ինքնության գիտակցությունը, դու մարդուն ես մերցնում, որովհետև ինքը դառնում է անորոշություն, ինչ է, ով է ինքը, չես կարողանում հասկանալ, սա ամենավտանգավորն է, և այն ինչ որ տիկին Տերյանը նշեց այստեղ, որ մարդիկ զարմանում են, բայց հետո հաճույքով լսում, մեզ պետք չէ լսող, մեզ պետք է գիտակից հայ, որպեսզի հասկանա ով է ինքը, վերջապես եթե բազում եվրոպական ազգեր իրենց ծագումը կապում են հայոց աշխարհի հետ և բերում են վկայություններ, մենք պետք է գիտակցենք, թե ով է եղել հայը։ Այսօր հայի կերպարը մեր մեջ զրոյական աստիճան է, դավաճան, մատնիչ, քցող, խափող, ավազակ, առավփախավ եւ այլն։ Սա հայի կերպար չէ։ Պատմության մեջ ինձ ասեք մի երկիր, որ հային այդպես են ներկայացրել։ Հային ճիշտ ճանաչողները եւ ոչ թե նրանք, ովքեր ուզեցել են հայի անունը մրոտել, դժբախտաբար այդպիսիներ էլ կան։ Ուրեմն մենք պետք է իրապես մեր ժողովրդի մեջ այս գիտակցություն ամրագրել եւ ես շատ ուրախ եմ, որ Տիկին Տերյանը, երբ որ եկավ ինձ ասեց, որ այսպիսի գիրք եմ ուզում հրատարակել, կարող եք տրամադրել ձեր աղբյուրները, մեծ սիրով տրամադրեցի։ Ես վաղուց էի սպասում այսպիսի բան, հիշում եք, առաջին անգամ երբ ձեր մոտ բարձրաձայնեցի, դուք արդեն քանի տարի է առաջին անգամ։ Այո, անընդհատ դա էի ասում, որ եղբայր,
Սա իմ մասնագիտությունս չէ, ես առավոտվանից գիշեր զբաղված եմ իմ խնդիրներով եւ կուզենամ, որ պրոֆեսիոնալ մեկը վերջնի եւ ինքը ամբողջովին պրոֆեսիոնալ մակարդակով մատուցի մեր ժողովրդին, որ վերջապես հասկանանք, թե ով է հայ ժողովուրդը։ Հոգեբանական մի պահ կա, որը մենք ուշադրությունից դուրս ենք թողնում, ես վերջերս զբաղվեցի այդ վիճակի հետ, երբ երևի մեկ անգամ կարծես թե եթերում պատմել եմ, հայ եւ թուրք լրագրողներով իրար հետ շրջագայում ենք Թուրքիայով եւ Հայաստանով, փորձում ենք մենք մեր չափերով լուծել հայկական հարցի այսօրվա ճանապարհները, գտնել եւ լուծման գալ ամբողջ Թուրքիայի տարածքով ամենահարուստ տարածքներով իհարկե, երբ շրջում ենք եւ նրանք ներկայացնում են մշակույթը, դու այսպես սկսում ես փոքրանալ ընթացքում, որովհետեւ այդ շքեղությունը բառերով նկարագրելու չի, բայց միևնույն ժամանակ հասկանում ես, որ ու իրենք էլ ընդունում են, որ դա իրենց մշակույթը չի, այսինքն իրենք լավ են նրանով, որ դա պահպանել են, այո, ու ունեն այդ կոմպլեքսավորվածությունը, ու երբ այդ հզոր շքեղ, կարծես հազարու մի գիշերների երկրից, այն որ դու հեքիաթում ես միայն կարդաց որ այդպիսի երկրներ կան, դու լինում ես այնտեղ ու գալիս ես քո խեղճ ու կրակ Հայաստանը ու դու այսպես փոքրանում ես, չգիտես ինչ ես ցույց տալու։ Չէ, ասեմ տպավորությունները մենք ինչ էինք զգում բոլորս այդ ժամանակ, մենք ինչ ենք ցույց տալու, որովհետև իրենք տանում են իրենց սուլթանի պալատը, դու մտք ես գործում, լեզուտ կապ են գնում։ Տանում են, չգիտեմ ուր, լեզուտ կապ են գնում, մտածում ես մենք թագավոր ունենք, ուր են այդ պալատները ինչ ցույց տան։ Ասեմ այդ խեղճացած պահերը ավարտվեցին մի կետում, երբ որ մենք մի պահ մտածեցինք, որ բացի հուշարձանից Եղեռնի եւ շատ տեղեր ստանենք պատմության թանգարան։ Գիտեք, արդեն ինձ թվում էր ոչինչ մեզ այդ կոմպլեքսից չի հանելու։ Պատմության թանգարանով քայլում ես ու դու հասկանում ես, որ այս ամենը քոնն է, հզորությունը, այդ կոմպլեքսը թախարարվեց լրիվ ու այդտեղ միանգամից այսպես եղավ։ Հիմա դու այսպես ոգևորում ես, նրանք են սկսում փոքր։ Ես մի բան էլ ասեմ, գիտեք, ասում եք կոմպլեքսից դուրս եկաք, բայց դուք մի հատ նայեք թուրքի կերպարը, նա ում է նման։ Արդյոք նա միջին Ասիայի թուրքին է նման։ Դե հենց է դա։ Մենք դա պետք է շեշտենք անընդհատ, որ ձեր ծագումը ով է, ձեր պապերը նախնիները ովքեր են եղել, չէ՞ որ հազարամյակ մի քիչ շատ եմ ասում, դարեր շարունակ հայ կինը, նրանք հայ կին են տարել, հայ երեխաներ, հայ աղջիկներ, անընդհատ տարել են։ Ուրեմն նրանք ուղղացրել են նաև մեր գենը։ Ուրեմն եւ պետք է անընդհատ դա մենք շեշտենք։ Դուք դերակակիր են սա ինչու է ասում, սա լրիվ ուրիշ բանի համար է ասում, այսինքն ես լինելով մասնագիտության փակ, կիսովչափ պատմաբան, շատ վաղուց մուտք չէի գործել պատմության թանգարան ու այդ զգացողությունը իմ մեջ էլ էր վերածել, ասածս ինչ է, դա պիտի ցույց տալ, ամենակարևոր մենք մի խնդիր ունենք սիրելիս, այսօր ինչ վիճակի են մեր նախաքրիստոնեական արժեքները, մեծամոր, մեկ վարքյան, եղբայր, սպասեք, մեծամոր, Շինգավիթի հետ 6000-ամյա պատմության եղածները, ագարակում գտան հնագույն ժամանակաշրջանի ուրեմն բնակավայր, ինչ արեցին, բացեցին ոսկորները եւ այդպես թողեցին բնության ճակատագրին, թե ինչ կլիներ։ Մենք մեր արժեքները մատուցել չգիտենք, եղբայր։ Քարահունչը նայեք, ինչ վիճակի մեջ։ Սևլերը նայեք, ինչ վիճակի մեջ է։ Կարմիր բլուր գնում եք, ողբերգություն է։ Գերեզմանոցի ողբը թափվել է կարմիր բլուրի վրա, որովհետեւ ոչինչ չկա այնտեղ։ Մենք ոչինչ մատուցել չգիտենք։ Մենք կարծում ենք խաշով, խորովածով ու չալաղաջներով աշխարհին պիտի զարմացնենք։ Ոչ, մենք մեր մշակույթով աշխարհին պիտի զարմացնենք, որ մարդիկ հասկանան, թե ինչ է նշանակում հայ ժողովուրդ։ Երկու բլուրները, մեկը որ բան է եղել, մետաղաձուլարան է եղել։ Ֆրանսիացիների նշանավոր հայտարարությունը կա, աշխարհի ամենահնագույն մետաղաձուլարանը, ուր մարդիկ ոչ թե, չգիտեմ, հումք են, հանք են ձուլել, այլ բրոնզ են ստացել, իսկ բրոնզ ստանալու համար պետք է մարդ քիմիա իմանար, պետք է մաթեմատիկա իմանար, որպեսզի ճիշտ համադրում կատարեր։ Իսկ այդ գիտելիքների կրողներն են եղել։ Անշուշտ, աստղագիտության։ Մենք դժբախտաբար մեզ չենք ներկայացնում, ներկայացնել չգիտենք, ով մեր պատմությունը գիտի մեզանից, հա? Ում հարցում ես 301-ին քրիստոնյա ենք եղել, 15-ին էլ ջարդվել ենք, չհասկացա, 301-ով ու 15-ով ասկսում ավարտում հայ ժողովրդի պատմությունը։ Հայ ժողովուրդը դեմք է եղել պատմության թատերաբերում համաշխարհային իմաստով։ Լեյլա Ստեփանյան ունենք հրաշալի, որը պոլինեսյան ուրեմն կղզիների այդ լեզուների նաև մասնագետ է։
հայկական տառերը որ գտել ես։ Ոչ, ընդհակառակը բանը զատիկ կղզու լեզվում, որ հնագույն լեզուն էր, 2500 բառարմատ կա հայրենից։ Հնագույն կղզու ժողովուրդը ուրեմն, որ պահպանել է, չէր ձուլվեր ոչ մեկի հետ, պահպանել էր իր երկի լեզուն, եւ որոնք եւս հայտարարում են, որ իրենք ուրիշ տեղից են եկել այդտեղ, իրենց բնակավայրը բանը չէ, հայրենիքը չէ դա։ Պատկերացնում եք, ով է հայ ժողովուրդը եւ այսօր ինչ վիճակի ենք հասցրել ինքներս մեզ, որ մարդիկ խոսում են հայոց աշխարհի մասին, ասում են, «Էս երգիրը», սա էս երգիրը չի, սա սրբազան հայոց աշխարհն է։ Մենք բազմիցս նշել ենք մարդկանց սովորական անհատի օրինակով էլ, եթե դու քո հնարավորությունները, քո պատմությունը, քո ինքնությունն ու արմատները չես ճանաչում, դու չես կարող բացել քո մեջ եղած ամբողջ ուժը։ Միայն ինքնաճանաչումը հնարավորություն է տալիս լինել ուժեղ։ Հենց այս առումով կարևոր է, թեկուզ եւ այս առումով կարևոր է այդ ամենը վերադարձնել։ Անպայման։ Գիրքը հայերեն լեզվով է։ Գիրքը շատ հետաքրքիր է, բոլոր կարևոր փաստերով։ Բնօրինակ, որոնք բնօրինակ նյութերը աշխատել եմ, հատկապես գերմանական նյութերը աշխատել եմ նույնությամբ մի քանի օրինակ տալ։ Բոլորը չէ իհարկե։ Միայն բավարարցիների հայկական ծագման մասին եք խոսում, թե մենք նաև ծրագրեր պատրաստեցինք բրիտերի մասին, կելտերը կան։ Եվ նաև հետաքրքիր մի բան կա, ինչ որ մեկին ուզում եմ հարցնել, ձեզ էլ հարցնեմ։ Մի պահ խոսակցություններ կային, որ բասկերի եւ հայերի արյան արյան բաղադրությունը, ինչ որ չգիտեմ, արյան մի խումբ կա, որը միայն մենք ունենք եւ բասկեր ունեն։ Դա ճիշտ է թե չէ։ Չգիտեմ ճիշտն ասած, բայց այնտեղ DNK-ի արդյունքներ ես բերել եմ այդտեղ, հատ բրիտների, հենց բասկերի, բրիտների ու բասկերի, իռլանդացիների արյան խմբերը նույնն են կարծես թե։ Իսկ եթե նույնն են, ուրեմն հայկականներն են նույնն է ստացվում փաստորեն։ Ես օրինակներ բերել եմ, հա չգիտեմ դուք որի մասին եք ասում։ Ես նորագույն արդյունքներն են հետազոտությունների, այդ բոլորի մասին նորագույնները բոլորը ընդգրկել եմ այդ գրքի մեջ։ Իսկ ընդհանրապես կարծում եմ մենք պետք է իսկապես հպարտ լինենք, որ հայ ենք, դա հենց այնպես խոսք չի, իրոք ասում եմ, հենց խոսք չի, որ ասվում է, իսկապես մենք աշխարհի ոչ մի ժողովուրդ չունի այն պատմությունը, որ մենք ունենք։ Եվ դա ունեն, եւ դա հասկացել են ուրիշները, հատկապես օտարները, մեր թշնամիները, եւ ամեն ինչ անում են, որ դրա մասին չիմանան ոչ միայն օտարները, այլ նաեւ ինքներս։ Իսկ եթե մենք իմանանք, մենք շատ բանի կհասնենք, հասկանում եք, շատ կարեւոր բան է, քո ինքները ամուր կհասնենք։ Ես մի օրինակ ձեզ բերեմ, իհարկե կա նաև դա գաղտնիք չէ նաև հատկապես բրիտանական թագավորական ընտանիքների համար իրենց ծագումը, բայց երբ արքայազն Չարլզին, եթե ես չեմ սխալվում, այսպես անկյուն այսպես գցեցին հարցնելով հայկական ծագման մասին, նա իհարկե չխուսափեց, բայց ասաց ես հայ չեմ, ես ունեմ բյուզանդական ծագում, այսինքն այնպիսի մի քաղաքակրթության, որ այլևս գոյություն չունի, որը նույնպես բերում է այնտեղ, որ դա հայկական ծագում է, հա, ինչ է նշանակում բյուզանդացի, դա Չէ, ուրիշ բան եմ ասում, ինչու են խուսափում։ Ով է այսօր մենք ինքներս ենք մեզանից խուսափում, սիրելիս։ Այսինքն մենք ինչ ենք հասցրել, որ կազմակերպեցին, դա ահավոր բան է։ Յուրաքանչյուր հայ սարսափում է այդ մտքից ուղղակի, եւ դա մեզ փոքրացնում է, մի տեսակ ստորացնում է, ոնց մեզ կարողացան ջարդել։ Դա ցեղասպանությունը հատկապես որ հիմա 100-ամյակն է, անընդհատ այդպես ենք մենք շեշտում, չի կարելի այդ մեր մատաղ սերունդը պետք է քիչ իմանա այդ մասին, ինչքան քիչ իմանա նման բաների մասին, այնքան լավ կլինի։ Եկեք շատ չկենտրոնանանք դրա վրա եւ ընդհանրապես ուրիշների ցանկությունն էլ հենց դա է, որ մենք զբաղվենք միայն ցեղասպանության հարցերով, որը մեզ ոչինչ չի տալիս, բացի վատ տրամադրությունից, բացի վատ հայությունը զգալու, չգիտեմ, կոմպլեքսավորվելուց։ Ուրեմն պետք է այդ բոլորից մենք ձերբազատվենք, ձերբազատվենք միայն պատմության միջոցով։ Երբ որ հայ մարդուն տանք գիտելիք, որ նա աշխարհի հրաշալի ժողովուրդներից մեկն է, որից առաջացել են աշխարհի շատ ժողովուրդներ, որի մասին նրանք գրել են իրենց գրավոր աղբյուրներում հնագույն։ Բոլոր հնագույն գրավոր աղբյուրները հպարտությամբ են խոսում իրենց հայկական ծագման մասին, որ իրենք Արարատի երկրից են, Արարատ լեռը, Սրբազան լեռը, Մայր Արաքսը գետը անընդհատ շեշտում են մինչև 19-րդ դար։ Սակայն 19-րդ դարից հետո կտրուկ փոփոխություն է տեղի ունենում պատմագրության մեջ։ Նույնիսկ այն աղբյուրները, որոնք նշում են, սկսում են խեղաթյուրել, գիտեք, բրիտանական, բրիտների ծագման մասին, սկսեցին ասել, որ ոչ, մեկ բրիտները Արմորիկայից են, Ֆրանսիայի հյուսիսային մասի Արմորիկայից են, ոչ թե Արմենիայից։ Այո, եւ դա շարունակվում է մինչեւ հիմա։ Տեսեք, անգամ դա են ուզում այդ 19-րդ դարում փոխել։ Ինչ կատարվեց։ Աշխարհակաղակական իրավիճակը այնպեսին էր, որ իրենց արդեն
արդեն ձեռ չէ տալիս Հայաստանը։ Նոր ուժեր հայտնվեցին աշխարհում, որոնք աշխարհը ղեկավարելու ցանկություն ունեն մեծ եւ այդ ղեկավարելու ընթացքում հասկանալի է։ Մենք այդ ամենի մասին բազմիցս խոսել ենք։ Ինձ մի ուրիշ հարց է հետաքրքրում։ Հա 5 քաղաքակրթությունների մասին խոսենք, հայկական, հունական, հռոմեական, 3-ի մեջ եմ խոսում, որովհետեւ թատերաբեմում 2-3-4000 տարի առաջ այդ 3 ազգերն են, հա։ Այսօր հույները եւ հռոմեացիները, փոխված իտալացիները չունեն խնդիր աղաղակելու, որովհետեւ նրանք ունեն մշակույթ, չէ, ունեն պարզ։ Դու գնում ես Հունաստան, դու տեսնում ես, չգիտեմ, Ակրոպոլիսը կամ ինչ-որ այլ բաներ, խնդիր չկա ասելու, գիտես, սա մերն է։ Իրենց երկրում, իրենց հողի վրա դա դրված է։ Դու գնում ես Իտալիա, դու այդ խնդիրը չունես, իտալացին խնդիր չունի, դա քեզ պատմի, որ գիտես, ես հին ազգ եմ, այ իմ նախնիներ էսպիսի, չունի խնդիր, որովհետև այսօր իր հողի վրա այդ ամենը ցուցադրվում է։ Ես հիմա ասեմ, մենք հարցում ենք պատասխանում։ Այո, հիմա մենք ինչու չունենք, այ ամբողջ ցավը հենց դա է, որ ասում աշխարհը ղեկավարող ուժեր կան, բռնապետություններ առաջացան դեր ակատ պետությունը, գիտենք 4000 տարի առաջ։ Այդ բռնապետությունը իրենք իրենց աստված էին համարում եւ փորձում են աշխարհը կառավարել։ Աշխարհը կառավարել փորձում են նաև այսօր եւ ահա այդ ուժերն են որ 2000 տարի առաջ եւ ավելի նույնիսկ կարծես թե ավերեցին ամեն ինչ եւ հետո պատկերացրեք որ աշխարհի ոչ մի ժողովուրդ այդքան ճշնամի չի ունեցել այս վիրուսը որտեղ այնքան ճշնամի չեն ունեցել նրանք որքան մենք ենք ունեցել եւ ընդ որում դա մերը ոչ միայն մենք ենք ավերել այլ թուրքերը չկային ադրբեջանցիները չկային բայց ուրիշները կային արաբները պակաս էին ավերում հռոմեացիները ներաշատ ավերել են նաեւ հռոմեացիները հաղթեցին ես դա չեմ կարող հասկանալ ինձ բացատրեք ես հասկանամ Այսօր հռոմեացիները եւ հույները իրենց ամեն մեր փշրանքի վրա դողում են։ Մենք մեր փշրանք ունեցածի վրա ընդհանրապես անկարևորությամբ ենք մոտենում։ Ոչ մի հռոմեացի կամ իտալացի պատմաբան իրեն թույլ չի տա հակա իտալական մշակույթի պատմության որևէ խոսք ասելու։ Այսօր ինչքան գիտնականներ ճակերտյալ ինձ համար ունենք, որոնք հայտարարում են Ուրարտուն հայկական պետություն չէ։ Ինչական պետություն է այդ դեպքում եւ առ այսօր դժբախտաբար 2-3 տարի առաջ այդ ողբերգությունը կատարվեց, երբ որ մեր այսպես կոչված գիտնականներից մեկը հայտարարեց, թե ուրարտական պետությունը հայկական պետություն չէ, ոչ էլ ուրարտերենը հայկական։ Է սկսել այդ ավելի հին ժամանակներից սովետական գիտնականները։ Ուրեմն եթե մենք չենք արժևորում այն ըստ այն ինչ որ արժեքավոր է ըստ արժանվույն ուրիշներից իրավունք չունենք սպասելու։ Այև Հայկոմի Տասիի խոսքում ամենասկզբում նշվեցին տարբեր վայրեր, որոնք իրենցից հնագիտական շատ կարևոր նշանակություն ունեն, եւ եթե մենք դրանք չենք կարողանում ներկայացնել հիմա ինչու չեն կարողանում ներկայացնել այսօր աշխարհը շոուի է վերածում այն ամենը ինչ որ ունի, իսկ մենք ոչ միայն չենք կարողանում լավ ներկայացնել, նաեւ շատ վայրեր ուղակի մոռացության ենք մատնել։ Դա գոնե կարող ենք ներկայացնել։ Գումարը ներդնենք նրանք վերականգնելու համար։ Շնորհակալություն որ եկաք, շնորհակալություն գրքի համար, որը մենք ուսումնասիրենք։ Որտեղից կարելի է գնել։ Բոլոր գրախանութներում, քաղաքի, Բուկինիս, Նոյան տապան։ Ես ցուցադրեմ գիրքը։ Ես կուզենայի որ ամեն մեկ հայ այս գիրքը ունենար իր սեղանին, որպեսզի իր զավակները իմանային թե ով է հայ ժողովուրդը։ Շնորհակալություն այցի համար, ես կարծում եմ, որ մենք դեռ էլի կհանդիպենք սիրով անպայման։ Կշարունակենք այս զրույցը, իսկ մեր հյուրերն էին պատմաբան գրող Անժելա Տերյանը եւ նաեւ իհարկե Կոմիտաս վարդապետ Հովնանյանը։ Շնորհակալություն հաճելի զրույցի համար, մինչդեռ հանդիպում։ Իհարկե պատմաբան։ Ձեզ էլ հաճելի օր ենք մաղթում, մենք կհանդիպենք վաղ առավոտյան։